Փաշինյան գործընկերոջ հարցի բազապես հետո հիմնական հարցը, երբ որ ներդրումների մասին խոսեցիք, հիմնականում խոսքը ատոմակայանի հետ կապված ներդրման մասին է, արդյոք մոդուլային ատոմակայանի հետ կապված Հայաստանը ունի որոշակի մոտեցում արդեն ում է վստահելու դա, որովհետև մենք լսեցինք այս օրերին, որ ռուսական կողմը նաև հայտնում է, որ այլընտրանք չկա իրենց առաջարկածին, քանի որ Միացյալ Նահանգները օրինակ առաջարկածը փորձարկված չի եւ դա բավականին, ինչպես փորձագետներն են նշում, վտանգավոր է Հայաստանի համար։ Այս առումով կա հաստատություն եւ օրերս Իրանի դեսպանը հայտարարեց, որ Թեհրանում ձեր այցի ընթացքում, որը առաջիկայում է նախատեսված, ստորագրվելու է ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, նախ ժամկետներ կային երբեք գնալու Թեհրան եւ արդյոք նախատեսված է նման փաստաթղթի ստորագրումը։ Մենք Հայաստանի համար եւ ընդհանրապես վտանգավոր որևէ նախագծի մեջ բնականաբար ներդրում չենք անի, ինչ վերաբերում է եւ բայց մյուս կողմից մենք կողմ ենք, որ տեխնոլոգիական հարցերում ունենանք հնարավորություն հասանելիություն ժամանակակից տեխնոլոգիաներին եւ իմիջայլոց 1-2-3 համաձայնագիրը գիտեք ինչի մասին է 1-2-3 համաձայնագիրը նրա մասին է որ Հայաստանը կունենա հնարավորություն ամբողջական տեղեկատվություն ստանալ այդ թվում մոդուլյար ռեակտորների այն տեխնոլոգիաների վերաբերյալ որ Միացյալ Նահանգները ունի որովհետև ես ուզում եմ ընդգծել բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս համաձայնագրի մաս չկազմող պետությունների համար այդ տեխնոլոգիաները գաղտնի են, այսինքն որևէ մեկը չգիտի, եթե այս համաձայնագրի մաս չի, մոդուլային ռեակտորները Միացյալ Նահանգներում հասունության ինչ մակարդակի են հասել, եւ այստեղից է այն տեղեկատվությունը, որ կարելի է ունենալ առանց այս համաձայնագրի մենք ունենք, բայց քանի որ այդ ունեցած տեղեկատվության հիման վրա մեր հետաքրությունը մեծացել էր եւ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններն էլ զարգանում են, հենց դրա համար ենք 1-2-3 համաձայնագիրը ստորագրել, որպեսզի Միացյալ Նահանգները մեզ համար բացահայտեն տեխնոլոգիայի մյուս նրբությունները, որպեսզի մենք ամբողջական գնահատելու հնարավորություն ունենանք Բայց ինչպես առիթ ունեցել եմ ասելու, մենք այս թեման քննարկել ենք նաև Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ։ Այնտեղ էլ կա տեխնոլոգիա, բայց այնտեղի տեխնոլոգիայի առանձնահատկություններն է, որ դա ջրի վրա է, որովհետև դա Սուզանավի ռեակտորը ադապտացված տարբերակ է, եթե չեմ սխալվում, Չուկոտկայում է այդ։ Եվ մենք նաև Ռուսաստանի մեր գործընկերներին խնդրել ենք, որպեսզի նրանք մեր փորձագիտական պատվիրակության այց կազմակերպեն, որպեսզի մենք հնարավորություն ունենանք հասանելիություն ունենալ այդ տեխնոլոգիային նույնպես, բայց Ռուսաստանում ցամաքի վրա չկա։ Չինաստանում կա բավականին մեծ առաջընթաց այդ ուղղությամբ, Կորեայում կա մեծ առաջընթաց, այսինքն հենց համաձայնագիրը ստորագրվել է դրա համար, որպեսզի մենք ավելի խորացված հաջորդ շերտի անհրաժեշտ տեղեկատվությունը ստանանք եւ մենք գնում ենք առաջ այդ ճանապարհով բայց ոչ միայն Միացյալ Նահանգների հետ բոլոր այն գործընկերների հետ որ այդ տեխնոլոգիան ունեն բայց ինչու ենք մենք հետաքրություն ցուցաբերել այդ տեխնոլոգիաների նկատմամբ որովհետեւ փորձագետներ դուք խոսեցիք վտանգի մասին փորձագետները որոնք մեր խնդրանքով այդ թվում պետական մարմինների ներկայացուցիչները Կառավարությանը զեկուցել են եւ ինձ զեկուցել են, որ այս պահին արկա տեղեկատվության համաձայն մոդուլյար ռեակտորների առանձնահատկություններից մեկը, որ մեզ կարող է հետաքրքրել, հետեւյալն է, որ եթե մոդուլյար ռեակտորում տեղի է ի հայտ է գալիս վթարային իրավիճակ, դա համարվում է լոկալ իրադարձություն Ինչ անշանակում լոկալ իրադարձություն, դա նշանակում է, որ եթե վթար է տեղի ունեցել եւ 1 կիլոմետր հեռավորության վրա կա բնակավայր, այդ բնակավայրը էվակուացնելու անհրաժեշտություն չկա։ Այսինքն սա տեխնիկական պարամետրերն են։ Հիմա 1-2-3-ի ստորագրումից վավերացումից հետո մենք ավելի մանրամասն հասանելիություն կունենանք այս տեղեկատվությանը, հասանելիություն կունենանք թե որտեղ ինչ է կառուցվում
լիցենզավորված է, լիցենզավորված չէ, որից հետո կայացնենք որոշումներ։ Ինչի մասն էր մյուս հարցը։ Կներեք։ Թեհրան այցի վերաբերյալ, այո, մենք քննարկումներ ունենք եւ բանակցում ենք հնարավոր համաձայնագիրը եւ երբ որ համաձայնագրի շուրջ բանակցություններ հաջողությամբ կավարտվեն, բնականաբար դրանից հետո պետք է ստորագրվի։ Կոնկրետ ժամկետներ չկան առաջիկայում։ Գառնանը, աշնանը գուցե չգիտեմ։